Սահմանափակող դիետաները օգնում են այո նիհարել, բայց կա կարծիք, որ հետո շատ արագ քաշ են հավաքում։ Սա միֆ չէ։ Սահմանափակող դիետաները դրանք ցածր կալորիականություն ունեցող դիետաներն են։ Մի օրինակ պատմեմ, ունեցել եմ մարզվող աղջիկ, ով 1000 կալորիա դեֆիցիտ է արել, նրա կալորիաների նորման 2100-ն էր, 1000-ը իջեցրել էր, ուտում էր 1100 կալորիա։ Լավ նիհարել էր, ինչի հաշվին, օրգանիզմի հեղուկի հաշվին էր նիհարել, մենք օրգանիզմի ճարպի հաշվին կարող ենք նիհարել ամսվա կտրվածքով 1-ից մինչև 3 կիլոգրամ, որը առողջ նիհարելու տարբերակ է, բայց երբ խիստ դիետաներ ենք պահում, դրանք արդեն մեր հորմոնալ համակարգն է խախտում իրար, օրգանիզմը ենթարկում ենք սթրեսի, օրգանիզմը ճարպը պահում է, այսպես ասած, նեղ օրվա համար եւ օգտագործում ենք մկանները, արդյունքում ունենում ենք ցածր իմունիտետ, ցածր նյութափոխանակություն, որը միանշանակ արդեն խանգարում է մեր նիհարելու process-ին։ Այսինքն կշեռքի թվերը ուրախացնում են, բայց սա խաբկանք է։ Դուք նիհարել եք մկանների հաշվին, ոչ թե ճարպի, իսկ մկանները կորցնելը շատ ավելի վտանգավոր է, իսկ վերականգնելը առավել եւս բարդ։ Բացի այդ, երբ որ մեր այդ սահմանափակող դիետաները ավարտվում են, մեր օրգանիզմը միանգամից անցնում է իր հին ռեժիմին եւ ավելի վատ։ Միանշանակ եւ ավելի վատ, այսինքն մենք քաղցի զգացում ենք ունենում եւ ուտում ենք ավելի շատ ու հավաքում ենք կիլոգրամները կրկնակի։